Պարոն Հովհաննիսյան, դուք վերջերս հրապարակել էիք 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել էին 1998-ից 2018 թվականների ընթացքում։ Իրականում այդ թիվն այդքան է, թե 45-ից ավելի օտարված մանկապարտեզներ կան։ Շնորհակալություն հարցի համար, իրականում թիվը էականորեն ես կարծում եմ մեծ է, այսինքն նույնիսկ այն փաստերը, որ ես ունեի ձեռքի տակ, հուշում էին այն բանի մասին, որ թիվը մեծ է, բայց այս 45-ը այս փուլում որոշեցի հրապարակել, որովհետև կարծում եմ, որ այս 45-ի մասով հստակ մեզ մոտ առկա էին որոշակի գոնե փաստաթղթեր, այսինքն օրինակ երբ է օտարվել, որ մարմնի որոշմամբ է օտարվել, ավականու համապատասխան որոշումը, թաղապետի որոշումը եւ այլն, եւ ուզում եմ ասեմ, որ իրականում մենք խնդիր ունենք Արաբկիր վարչական շրջանի եւ կենտրոն վարչական շրջանների մասով ամենամեծ խնդիրը այնտեղ է, որովհետեւ փաստաթղթեր չեն պահպանվել կամ համենայն դեպս մինչ այս պահը չկարողացանք ի հայտ բերենք փաստաթղթերը, ես կարծում եմ, որ հավանաբար նաեւ միտումնավոր այդ փաստաթղթերը կարող է ոչնչացված լինեն, այդպիսի կասկած ունեմ համենայն դեպս Եվ ինչ վերաբերվում է ընդհանուր մանկապարտեզների, օտարված մանկապարտեզների քանակին, ես կարծում եմ, որ ավականու քննող հանձնաժողովը շատ լավ առիթ է, որպեսզի բոլոր դեպքերով կետ առ կետ ուսումնասիրություն իրականացվի եւ տեսնելով ուրեմն հայտարարությունը, տեսնելով կազմը, իհարկե քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն կուսակցությունների անդամների մասով, որովհետեւ ոնց տեսակ ընդդիմադիր գործընկերները բոլոր գրեթե առիթները բաց չթողեցին, որպեսզի որևէ ձև արդարացնեն իրանց չմասնակցելը այդ հանձնաժողովում, իրականում պատճառները ես կարծում եմ պարզ է, որովհետև որ մասնակցեն, կարծում եմ իրենց համար հաճելի եզրակացություններ չեն հանդիպելու, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ վերջնական թիվը արդեն հանձնաժողովի աշխատանքից հետո ավելի հստակ կհրապարակվի։ Այսինքն, որ նշում եք կան փաստաթղթեր, որ գուցե միտումնավոր ոչնչացրել են, դա կհաջողվի հանձնաժողովին վերականգնել։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում կարողանալու է տարբեր մարմիններին հավելել հարցումներ, ուղղակի կարողանալու է արխիվային ինչ-որ փաստաթղթեր հավելել իրենց աշխատանքի համար հայտնաբերել եւ այդ փաստաթղթերի շուրջ քննարկումներ իրականացնել, ես կարծում եմ իհարկե, որ հանձնաժողովը հավելյալ ավելի համապարփակ ինֆորմացիա կտրամադրի եւ ընդդիմադիր գործընկերները խոսում են, որ իրավապահ մարմինների արդեն իսկ զբաղվում են եւ պատճառը որն է հավելյալ այսպիսի ֆորմատ ստեղծելու, մենք մի քանի անգամ նշեցինք, ուզում ձեզ նշեմ, որ ցանկացած գործի շուրջ, երբ կա թիմային աշխատանք, ցանկացած թիմային աշխատանք կարող է, եթե որակյալ այս հանձնաժողովի աշխատանքը կազմակերպվի, կարող է նոր ինչ-որ հանգամանքներ եւ նոր փաստեր հայտնաբերել եւ հարկ եղած ժամանակ իհարկե այդ ամեն ինչը կտրամադրվի նաեւ իրավապահ մարմիններին, որովհետեւ իրավապահ մարմինները տարբեր ուղղություններով են աշխատում եւ մեր այս աշխատանքը վստահ եմ, որ չի խանգարելու, միայն օգնելու իրենց։ Այսինքն չի խանգարելու, բայց համագործակցություն լինելու է, օրինակ իրավապահ համակարգից ինչ-որ թվեր կամ բացահայտումներ քննիչ հանձնաժողովին օգնելու է։ Տեսեք, մենք այս քննիչ հանձնաժողովը ավականու իհարկե ավականու քննիչ հանձնաժողով է, ես կարծում եմ, որ ես նույնպես գործադիր մարմնից այդտեղ ներկայ եմ լինելու, նույնպես կմասնակցեմ, բայց մենք տարբեր տեղերից ավականու հանձնաժողովը տարբեր տեղերից, որ փաստաթղթեր է հարցման միջոցով ուզելու եւ օրինակ, չգիտեմ, դա լինի ինչ-որ Երևանի կենտրոնում միտեղ գտնվող մանկապարտեզ, օրինակ մի քանի անգամ խոսվեց, որ Պաուլաներ գարեջրատան փոխարեն ժամանակին եղել է մանկապարտեզ։ Հիմա, չգիտեմ, կադաստրի կոմիտեից, այլ տեղերից, արխիվից, կենտրոնի ուրեմն նախկին այսպես թաղապետարանից, որը այլ կարգավիճակով էր գործում։ Բոլոր տեղերից փաստաթղթերը հավաքագրելու եւ հասկանալու է, օրինակ այս գործարքի հետեւով է կանգնած, ինչ գնով են օտարել, ինչ գնով են սեփականաշները, ովքեր են կողմ քվեարկել, այդ մարդիկ ովքեր որ կողմ քվեարկել, օրինակ որ կուսակցություն են ներկայացնեն ժամանակ, ինչ բիզնես շահեր ունեցել։ Այսպեսի եւ ամեն դեպքի հետ կապված կարծում եմ մենք ավելի լավ
ինֆորմատիվ պատկեր կունենանք եւ հետագայում եթե այդ պատկերը կամ այդ ինֆորմացիան իրավապահ մարմիններին նույնպես կհետաքրքրի, ես կարծում եմ, որ հանձնաժողովը սիրով կտրամադրի տեղեկությունը։ Այսինքն, պարոն Հովհաննիսյան, հիմա հանձնաժողովը ստեղծվեց, կազմը կա, թվաքանակը կա, կոնկրետ մանկապարտեզները կա հրապարակված, թե որոնք են օտարվել 45 մանկապարտեզների մասն է խոսքը։ Որն է լինելու հենց առաջին քայլը, այսինքն ինչից է սկսում հանձնաժողովը իր աշխատանքը։ Ճիշտ ասած, ես կդժվարանամ ասել, որովհետև ի վերջո ավականու լիազորությունների ներքո ես որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ, որպես փոխկապակցված ինքս կմասնակցեմ, բայց քանի որ առաջին անգամ է ընդհանրապես գործնական փուլում գործելու նման ֆորմատ, ես կարծում եմ, որ այդ քայլերի հերթականությունը շատ շուտով կհստակեցնենք եւ կհրապարակենք։ Եվ պարոն Հովհաննիսյան, եթե չեմ սխալվում, 16000 երեխա հիմա սպասում է իր հերթին մանկապարտեզների ընդունելության, այսինքն այս գործընթացը օտարված մանկապարտեզները վերականգնելու որոշակի առումով, այսինքն օգնելու է, որ երեխաները ճիշտ ժամանակին առանց հերթ հաճախեն մանկապարտեզ։ Տեսեք, ես կուզեմ շեշտել, որ մենք արդեն իսկ 2018 թվականից հետո էական քայլեր ենք արել, որպեսզի հերթերը նվազեցնենք, որովհետև ես նախնական իմ հաշվարկով, ես դրա մասին նաև իմ Facebook-յան էջում էի գրել, որ իմ հաշվարկով առնվազն 8000 երեխա կարող էր հաճախել այսպիսի կարողություն ունեցող մանկապարտեզներ հաշվի առնելով այնտեղ ինչպիսի շենքեր, օրինակ այն տիպային մանկապարտեզներ, որ նույնիսկ 12 խումբ երեխաներ, այսինքն մինչև 360 երեխա կարող էր հաճախել այդ օտարված մանկապարտեզներից մեկը։ Եվ հետևապես սա մեր նախնական հաշվարկն է 8000 երեխա, ելի եմ ասում, կրկնվեմ, որ արդեն քննիչ հանձնաժողովը վերջնական այսպեսի գնահատականը կտա թվային, բայց 2018 թվականից հետո մենք 40-ից ավել մանկապարտեզներ ենք հիմնանորոգել, վերակառուցել, նորոգել եւ եթե մեկ թվով հիմա արդյունքը ներկայացնեմ, այս գործողությունների հետևանքով շուրջ 2200 երեխա տարեկան ավել կարողանում են հաճախել մանկապարտեզներ, որովհետև մի օրինակ բերեմ, կային մանկապարտեզներ, որ տիպային շենքը 12 խմբանոց է, այսինքն եթե նորմալ գործի ֆունկցիոնալ 12 խումբ երեխա կարող է հաճախել, բայց քանի որ որոշակի կորպուսները գտնվում էին անմխիթար վիճակում, այդ կորպուսները չէին գործում։ Հիմա մենք այդ մանկապարտեզում հիմնանորոգում իրականացնելուց հետո պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մանկապարտեզը ամբողջովին գործի։ Այսինքն մենք այդ շենքը վերակառուցում ենք, ամրացնում ենք, էներգոարդյունավետ լուծումներ ենք տալիս եւ այլն եւ այսինքն եթե նայենք նախկին թիվը եւ վերջնական արդյունքը, կտեսնենք, որ երեխաների ավելի շատ երեխաներ են կարող հաճախել տվյալ մանկապարտեզ։ Եվ այս բոլոր դեպքերը եթե իրար հետ գումարենք 2018 թվականից հետո այս 40 եւ ավել մանկապարտեզները, մենք 2200 երեխայի համար նոր հնարավորություն ենք ստեղծել, որ իրանք հաճախեն մանկապարտեզներ։ Եվ հիմա ընթացիկ եւս ունենք մոտ 8 թե 9 մանկապարտեզ, կդժվարանամ հիմա թիվ ասել, որտեղ ընթանում են աշխատանքները եւ այս մանկապարտեզների մասով նույնպես ավարտից հետո նախկին ցուցանիշի համեմատ եւս 800 երեխա ավել կարողանա հաճախել մանկապարտեզներ։ Այսինքն տեսեք, մենք 2018 թվականից հետո եթե ամփոփեմ այս պայդրությամբ աշխատանքները, շուրջ 3000 երեխայի համար արդեն այդ հնարավորությունը ստեղծել ենք տարեկան, որ ավել երեխա գնա 3000։ Տեսեք, պարոն Հովհաննիսյան, նշում եք, բարեկարգումները, վերանորոգումները արված, բայց օրինակ մարդիկ, որ իրենց բլոգեր են համարում, օրինակ Արթուր Թախոյանը գնում է, փորձում է այդ պատերը քանդել, վնասում է կառուցվածքը, այս ամենի դեմ ինչպես եք պայքարելու։ Այն որ շինարարությունները որոշ տեղերում անորակ են իրականացվել, մենք դա որևէ ցանկություն չունենք, չգիտեմ, թաքցնելու կամ կոծկելու։ Հիմա ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, բոլորս մեր առօրյայում հանդիպում ենք ցանկացած ոլորտում, չգիտեմ, սերվիզից սկսած, վերջացած ամեն ինչով, մեր հայրենակիցներն են այդ սերվիզը կամ այդ աշխատանքները մատուցողը։ Հիմա տեսեք, եթե կա 10 հատ նորոգում մանկապարտեզների միշտ է 1-2-ի մասով, շինարարի մասով դժգոհություն է լինում, ցավոք, այդպեսին է մեր իրականությունը եւ դեռ այն իրականության մեջ չենք ապրում, որ ցանկացած աշխատանք իդեալական կապալառուները իրականացնեն, ցավոք պետք է դա նշեմ։ Եվ սա նշանակում է, որ բոլոր այն դեպքերը, որ տեսանյութերում տարբեր բլոգերների
ներկայացվել էին հանրությանը, Երևանի քաղաքապետարանը պատասխանեց, որ այդ աշխատանքները ընդունված չեն։ Ավելին ասեմ, այդ պահին, երբ որ նկարահանումները եղել է, այնտեղ աշխատանքներ նույնիսկ չի կատարվել։ Այսինքն այդ խնդիրները ի հայտ են եկել, մենք դրանց մասին իմացել ենք, շինարարությունը կասեցրել ենք եւ շինարարի հետ արդեն իրավական ուրեմն լուծումներ տալու դաշտ ենք անցել, որպեսզի շինարարին պարտադրենք, որպեսզի այդ թերությունները վերացնի եւ աշխատանքները կարողանանք ավարտենք։ Այսինքն այդ պահին, երբ որ նկարահանումներ արվել են, այնտեղ որևէ աշխատանք չի կատարվել։ Այդ ամեն ինչ նշանակում է, որ մենք արդեն կանգնեցրել ենք գործընթացը։ Բայց այստեղ պետք է նաև նշեմ, որ տեխնիկական հսկողի ինստիտուտի մասով պետք է որոշակի բարեփոխումներ անեն, որովհետև շատ հաճախ դա էլ եմ ուզում ցավով նշել, որ տեխնիկական հսկողներից մենք այդ ահազանգերը չենք ստանում։ Այսինքն մենք ստիպված ենք լինում ինքներս անձամբ շինարարական հրապարակներում մեր աշխատակազմով Երևանի քաղաքապետը այդ ամեն ինչը արձանագրել եւ համապատասխան արդեն լուծումներ տալ։ Եթե նորից անդրադառնանք քննիչ հանձնաժողովին, ավականո Մայր Հայաստան խմբակցությունը չմասնակցեց, որակեցին սա որպես նախընտրական քարոզարշավի գործընթաց, ընդհանուր առմամբ դուք ո՞նց եք արձագանքում այդ քննադատություններին։ Ես կարծում եմ, որ գիտեք, բաներ կան, որ այնքան տրիվիալ են, որ նույնիսկ արձագանքման կարիք չկա, այսինքն իրենց չմասնակցելը այստեղ այնքան տրիվիալ է եւ պարզ է, որ նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ նրանից իրենց աջակիցն է թե ոչ, նույնիսկ այդ ցանկացած քաղաքացի հասկանում է, նույնիսկ իրենց աջակիցներն են հասկանում, թե ինչի չեն մասնակցում։ Բայց օրակարգը ո՞րն էր իրենց, որ փորձում էին շեղել հարցից դեպի այլ օրակարգ։ Դե ես կարծում եմ, որ ընդհանուր ուզում են դրանով հետևյալը հասցնեն հանրությանը, որ այս հանձնաժողովը սուբյեկտիվ է լինելու, չնայած ես դա էլ ասեմ, որ ես հրապարակել էի 98 թվականից մինչև 2018 թվական, բայց ես գիտեմ, որ պարոն Գալաջյանը իրենց հետ քննարկել է, թե որ պայմանով իրենք կընդգրկվեն, իրենք ասել են եկեք 91 թվականից սկսած, ուրեմն բոլոր դեպքերը ուսումնասիրենք, իրականում ինչքան հետ են գնում, այդքան դժվար է այդ փաստաթղթերը ամեն ինչը հայտնաբերել, բայց մենք նույնիսկ այդ պայմանին համաձայնեցինք, ասենք շատ լավ, եկեք 91 թվականից սկսած, անկախ Հայաստանի ժամանակահատվածից սկսած բոլոր դեպքերը ուսումնասիրենք, բայց կարծես այդ կրիտերիան ուրեմն բավարարելուց հետո նույնպես որոշեցին չմասնակցել։ Չգիտեմ, կարող եք իրենց հարցնել, փորձեք հարցնել։ Իսկ պարոն Հովհաննիսյան, լինելու է այլ մարմին, որն էլ կհետևի հանձնաժողովի աշխատանքներին, հա։ Լավ հարց եք տալի, իրականում հանձնաժողովի աշխատանքների մասով եւ նաեւ հանրային հանձնաժողովի աշխատանքներ իրականացնելու եւ հաշվետվողականության մասով մենք պետք է աշխատենք եւ ես կարծում եմ, որ կամ աշխատանքները կլինեն հանրային կամ ինչ որ ֆորմատ կմտածեն մեր գործընկերները ավականու, որտեղ պարբերաբար ԶԼՄ-ներին եւ հանրությանը կներկայացնեն ընթացիկ աշխատանքները։